Քոչանին դուք տեսնում եք ձեզ որպես մրցակից, որովհետև վերջին շրջանում իշխանության բոլոր ելույթները, հարցազրույցները նվիրված է Ռոբերտ Քոչանին եւ միտումնավոր կերպով անընդհատ Ռոբերտ Քոչյանի շուրջ այսպես ատելության մթնոլորտ է ձևավորում։ Մրցակից եք տեսնում իրեն կոնկրետ։ Քոչյանի շուրջ ատելության մթնոլորտ կա առաջի օրվանից, երբ որ ինքը դարել է երկրի ղեկավար, այդ օպերացիա կալցոներով, հոկտեմբերի 27-ներով, մարտի 1-երով։ Երկրորդ ես Ռոբերտ Քոչյանին տեսնում եմ միայն բանտում։ Խնդրեմ։ Կլինի։ Ստեղ եմ, ես հարգելիս, ես իհարկե մեր որոշումը միանշանակ, ես վստահ եմ, որ կլինի բանտում, որտեղ ես հավատում եմ մեր արդարադատությանը, որտեղ ես արդարադատության հետևողը, այդ արդարադատության մեջ բարեփոխումները անողները մեկը ես եմ, եւ ես հավատում եմ այն Դե գիտես ինչ անենք, հիմա ինչ-որ մեկը ժամկետ է դրել, բայց դու պատկերացնում ես քննիչները այն ժամանակի, քննիչների մակարդակով ապացույցներ են վերացրել։ Քննիչները, որոնք հիմա հետախուզման մեջ են գտնվում, ապացույց են վերացրել, հասկանում ես, ու ասել, որ դրա ասենք 7 տարի է անցել, կարող է մի 5 տարի էլ անցնի, բայց ես վստահ եմ, որ արդարադատությունը հասնելը Ես նյարդային եմ արձագանքում, որովհետև ես կարծում եմ, որ մենք խոսում ենք բաներից, որոնք որ ակնհայտ են բոլորի համար։ Եվ ես մտածում եմ, որ ձեզ էլ է ակնհայտ։ Ես հարցազրույցը անպայման կնայեմ, միջև հիմա չեմ նայ, որովհետև հյուր ունեմ, տեսակ հյուր ունեմ, հյուրի հետ է եւ հյուրը դեռ շենքում է, եւ իր հետ սրճարանում էի, եւ հարցազրույցը խոստանում եմ անպայման կնայեմ, դրան կարձագանքեմ, դրա մասին կգրեմ այն ամեն ինչ որ ես մտածում եմ, ինչպես արել եմ միշտ ու անելու եմ միշտ, արել եմ միջև իշխանություն դառնալը, արել եմ միջև անվտանգության աշխատակիցներ ունենալը եւ նույնիսկ դեպք ա եղել, որ ինձ վիրավորել են, հետո դրանից հետո այդ մարդու քիթն ա կոտրվել։ Ես դա արել եմ միջև անվտանգության աշխատակից ունենալը եւ չունե Չէ, Հովհաննես Մովսիսյանն էր կողքս, ուրիշ մարդ չկար։ Եթե Հովհաննես Մովսիսյանը անվտանգության աշխատակից է, այն էլ ջղայնացել եմ, նեղացել եմ իրանից, որտեվ շատ տենց չէր մասնակցում այդ ամեն ինչին, ուղղակի բաժանում էր, բայց ես այն վաղ անվտանգության աշխատակից չեմ ունեցել, Նարեկ ջան, եւ կրկնում եմ, վաղը մյուս օրը, երբ որ ես անվտանգության աշխատակից չեմ ունենալու, այն մարդիկ, բարև քեզ։ Իհարկե, ինչի՞ պետք է դուրս չգա։ Այն մարդիկ, ովքեր հիմա ինձ դրա մասին, այո, այն երկրում, որ ես այսօր փորձում եմ իմ համակարգացիների հետ կառուցեմ, այո, կունենամ եւ այն մարդիկ, ովքեր հիմա հոխորտում են, ասում են, դե դու անվտանգության աշխատակիցներ ես, այո, ունեմ ու պետք է ունենամ, որտեղ դա օրենքով ինձ հասնում է, բայց երբ որ չունենամ, իրանք ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան ես։ Շնորհակալություն։